Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծիահաբի եթերում Մեծիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Պարոն Մամիջանյան, գրեթե արդեն 1 տարի է խոսում ենք անվստահության գործընթացի մասին եւ վերջերս հենց վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանը հայտարարություն տարածեց։ Իհարկե, այս ամեն ինչի մասին շատ խոսվել է, շատ ծեծվել է այս թեման, բայց կուզենայի մի հատ հասկանալ։ Այս իրավիճակում, երբ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, մենք տեսնում ենք նաեւ, այդ ցուցակի կռիվ, մանդատագողություն, ինչա կատարվում, տեսնում ենք։ Այս իրավիճակում իրատեսական է անվստահության գործընթացը նորից կյանքի կոչելու եւ փորձելու ինչ-որ բան անել, հատկապես երբ որ մենք տեսնում ենք ազգային ժողովի ընդդիմադիր, մեծաքանակ ընդդիմադիրները կարծես ոչինչ մատներին չեն տա, իրենց հերթին են, պատրաստում ընտրությունների։ Եկեք հերթով գնանք նախ գործընթացը ըստ սահմանման երկու տիրույթի մեջ կարելի է դիտարկել իմպիչմենտի կամ անվստահության հայտնելու գործընթացը։ Դա իրավական եւ քաղաքական։ Սկսենք իրավականից։ Իրավականով որևէ արգելք չկա իմպիչմենտի գործընթաց կամ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել ընտրական գործընթացից առաջ։ Այդպիսի որևէ սահմանափակում օրենքը չունի։ Սա մեկ։ Երկրորդ անցնենք քաղաքական տիրույթ։ Իմպիչմենտի գործընթաց, անվստահություն հայտնելու գործընթացը եւ ընտրությունները իրարամերժ գործընթացներ չեն, մեկ մյուսին չի հակասում։ Գալիք ընտրությունները հերթական ընտրություններ են, իմպիչմենտը ստացվի, չստացվի, եթե մենք չնախաձեռնեինք եւ այլն, որոշ դեպքերում ընտրությունները լինելու են, աշխարհն է շուրջ կա։ Հիմա ես մի պարզ հարց եմ տալիս։ Ակնհայտ է, որ իմպիչմենտի գործընթացը առանց փողոցային պայքարի իրականացվել չի կարող Հայաստանում։ Դա կարծում եմ ցանկացածին է ակնհայտ։ Հիմա դեմ լինել իմպիչմենտին իմ ընկալմամբ նույնն է ինչ որ դեմ լինել փողոցային պայքարին։ Դեռ շատերը ասում են փողոցային պայքարը չստացվեց տարիներ շարունակ։ Հեսա հերթով դրան եմ անում։ Ուրեմն առաջին կետ իմպիչմենտը հաջողության է հասնում եւ մենք նորմալ իշխանություններով մտնում ենք հերթական ընտրական գործընթաց։ Կարծում եմ այս տարբերակը որևէ մեկին չի կարող թվալ վատը։ Երկրորդ տարբերակ Աստված մի արածցե իմպիչմենտը չի ստացվում, բայց այդ ակտիվ փողոցային պայքարի վիճակը մթնոլորտը, այսինքն պահանջատեր մթնոլորտը մեր քաղաքացիների, երբ իրենք փողոցում պայքարում են իրենց իրավունքների համար, այդ տրեսկով, այդ մթնոլորտով մենք մտնում ենք ընտրություններ։ Ամենայն դեպս այն քաղաքական ուժերը, որոնք արդեն հայտարարել են, որ մտնելու են, մասնակցելու են, մենք մեր որոշումը դեռևս չենք կայացրել։ Հիմա ո՞րն է ավելի լավ։ Որ պարագայում Փաշինյանը ավելի զսպված կլինի կեղծիքներ ու անօրենություններ անել։ Երբ որ հարթ խաղաղ սովորական խաղաղ նկատի ունեմ ներքաղաքական տեսանկյունից ընտրական գործընթացը, թե երբ որ ինքը տեսնում է, որ փողոցում կան մարդիկ, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները։ Կարծում եմ այստեղ էլ է պատասխանն ակնհայտ։ Հաջորդ ասպեկտը, որ անդադար ասում են, դա չի կարելի հիասթափեցնել մարդկանց ընտրություններից առաջ։ Ես սիրում եմ փաստերով խոսել։ Մինչ օրս այս 5 տարիների ընթացքում տեղի ունեցել 3 մեծ փողոցային շարժում։ Հայրենիքի փրկության շարժումը, դիմադրության շարժումը եւ սրբազան պայքարը։ Ամեն հաջորդը եղել է ավելի մարդաշատ, ավելի հզոր, ավելի մեծ խնդիրներ իշխանության առաջացնող, քան նախորդները։ Այստեղ էլ չի կարելի, չէ՞, վիճել կարծում եմ։ Հիմա էմպիրիկ փորձ այսպես ասած ցույց է տալիս, որ չէ, հակառակը ոչ թե հիասթափություն է տեղի ունենում, այլ հակառակը հաջորդը ավելի հաջող է լինում։ Հիմա այս ասպեկտներից հետո ես ուզում հասկանամ ինչով են հիմնավորելու մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ արտահայտվում են իմպիչմենտի վերաբերյալ։ Գիտեք, ես քանի որ հանրապետական անցած շաբաթ իր գործադիր մարմնի հայտարարությամբ կոչ է արել միասնության եւ հնարավորություն է ստեղծել միասնության համար ընդդիմության, ես դեռևս զերծ կմնամ գնահատականներից, բայց հետեւյալ հարցն եմ ուզում տալ։
Կան մարդիկ, որոնք փորձում են ասել, այ ընտրությունների վերաբերյալ, ինչպես մահացածի վերաբերյալ կամ լավը կամ ոչինչ, թե չէ հանգարց կհիասթափվեն եւ այլն եւ այլն։ Հիմա ուրեմն կետ առաջին նորից բացում ենք հանրապետականի հայտարարությունը, որտեղ գրված է, որ ընտրությունների վերահսկողությունը եւ ամենակարևորը ընտրությունների մասնակցության բարձր մակարդակը մեր քաղաքացիների շատ կարևոր են եւ մենք բոլորս պիտի դրա վրա աշխատենք։ Տեսեք, հանրապետականը դեռևս կայացրած որոշումը մասնակցել չմասնակցելու վերաբերյալ արդեն իսկ արձանագրում է ընտրություններում արդեն իսկ կատարվող կեղծիքների վերաբերյալ չի ասում որ մի գնացեք ընտրությունների այո ոչ մի պարագայում ոնց կարելի է այդպեսի բան ասել Կարապետյանի ազատազրկումը մեր կուսակից ընկերների ազատազրկումը Խաչիկի Գալստյան ազատազրկումը եւ այլն ու մեր բոլոր ընկերների ներողություն եմ խնդրում անունը չտվեցի ուղղակի մեկ խոսում ենք կեղծիքներից, երկրորդ կարևորում ենք մասնակցությունը, որտեղ այդտեղ պարզ մաթեմատիկա է։ Փաշինյանը ունի ֆիքս քանակությամբ ձայներ, վարչական ռեսուրս իրենից կախված մարդիկ եւ այն մարդիկ, ում ինքը դեռ խաբել է, ովքեր դեռ խաբված են իր կողմից։ Պարզա չէ, ինչ մասնակցի 1 միլիոն մարդ, ինչ մասնակցի 1.5 միլիոն մարդ, այդ ֆիքս տոկոսը մեջը փոփոխվե ֆիքս քանակը մեջը ավելի փոքր տոկոս է կազմում։ Այնպես որ ակնհայտ է, որ անհրաժեշտ է կոչ անել մարդկանց մասնակցել ընտրությունների։ Այս երկու իմ ասածներն էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ կան։ Հիմա, եթե ես պտտվեմ ու ասեմ այն մարդիկ, ովքեր վատաբանում են իմպիչմենտը, ասում են, չգիտեմ, լուրջ է, ասում են իրատեսական չի։ Հիմա ես պտտվեմ ասեմ իրանք հիասթափեցնում են մարդկանց հատուկ են անում եւ այլն։ Ես չեմ հասկանում այս փոխհարաձգության հաճույքը։ Ով Փաշինյանին չի կարողանում հեռացնի, փորձում է հանրապետականին հեռացնի։ Նախ չի ստացվելու անիմաստ մի փորձեք։ Երկրորդը, եղբայր մենք օրակարգ ենք առաջարկել։ Ասում ենք A-ից F ֆիքսված, գրված, հստակ օրակարգ, ընդ որում սահմանադրական գործիք։ Հիմա ուրիշ բան ունեք առաջարկելու, առաջարկեք հասկանանք ինչ ենք անում։ Եթե ուրիշ բան չունեք, սրա վերաբերյալ դիրքորոշում հայտնեք կամ կպեք սա միասին անենք դիրքորոշում հայտնելը որն է։ Մենք բոլորս խոստացել ենք Փաշինյանին հեռացնել։ Իմպիչմենտը սահմանադրական գործիք է։ Ինձ շատ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր համարում են, որ չարժի փորձել իմպիչմենտը։ Ոնց են նայելու իրենց ընտրողների, իրենց պայքարի ընկերների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերին մի նախադասությամբ ասելով, որ Փաշինյանը աղետ է եւ օր առաջ իրան պետք է հեռացնել, հաջորդ նախադասությանը ասելով, որ գիտեք ինչ կա մի հատ գործիք, որը Փաշինյանից 0 կախում ունի, միակ տարբերակն է, որ Փաշինյանից 0 կախում ունի։ Ընտրությունների պարագայում կախված է ինքը ոնց կիրականացնի, իսկ ակնհայտ է, որ խայտարակ է իրականացնելու։ Փողոցային պայքարը, որը ավարտվում է իր հրաժարականի պահանջով, կախված է իր հրաժարական տալուց կամ չտալուց։ Ստեղ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը 0 է։ Այսինքն իր հետ դու որևէ առնչություն չունես, դու աշխատում ես ֆրակցիայի հետ, հավաքում ես անհրաժեշտ թվով падգամավորներ, ընդ որում իմպիչմենտի պատասխանատվությունը դա անհատական պատասխանատվությունն է, ոչ թե ֆրակցիոն, ու հասնում ես արդյունքի։ Մի կարևոր կետ էլ էլի, ինչ որ վիդեոներ են անտաղանդ կավեյնի ոչի հանում քփայականները իմպիչմենտի հետ կապված, իրար հերթ չտալով ինտերվյուներ են տալիս։ Ինձ շատ հաճախ է դա մարդիկ ցույց են տալիս, ասում են, տեսեք ինչ է ասել, հա պիտի տենց ասեն։ Ես իմ տաղավարում ունենում եմ երբեմն հյուրերով ներողություն խնդրում ավարտեմ դա որ դուք ասում որ պետպես ասեն կարևորը այն է որ այն падգամավորը ԿՊ-ական որը այսօր երեկոյան ստորագրելու է իմպիչմենտի տակ վանել քվեարկելու է ինքը այսօր առավոտյան կարող է ասել որ ինքը ամբողջովին Փաշինյանի կողքին է եւ այլն բա ինչ պետք է անեն բա ոչ են ասելու պատրաստում են ստորագրեն տեղում մանդատով ամեն ինչով զրկեն տանեն վերացնեն նստածնեն միտեղ այնպես որ դա իմ համար բացարձակ ցուցիչ չի ներողություն իմ տաղավարում ովքեր որ եղել են եւ իրենց հետ առիթ եմ ունեցել խոսելու իրենք ասում են որ պետք է սկսել գործընթացը հետո նոր փողոց է գեներացնել հիմա երբ որ ես անդադ իրենց հակաճառում եմ ինչ տարբերություն թող փողոցը գեներացվի հետո նոր սկսեք իրենք բացատրություն իհարկե չունեն այդ առումով բայց ամեն դեպքում երբ որ այդ ստորագրությունները 1 տարի շարունակ դուք ասում եք ստորագրեք տեսնենք հա թղթի վրա ինչ կա չկա այդ ստորագրությունները տվեցին եւ մի կողմ քաշվեցին այդ շատ ակնհայտ էր հա որ ստորագրություններ ուզում ենք տվեցին մեր գործը արեցինք բայց ես պարոն Մամիջանյան
լրիվ ազգային ժողովից դուրս բոլորովին այսպես քաղաքականությունը չեմ հասկանում, մարդ եմ, եւ ես հասկանում եմ, չէ, որ այս ընթացքում ԿՊԱ-ականները, ովքեր որ այնտեղ նստած են հիմա, ցուցակում շատերը կան, որ չեն լինելու։ Այսինքն, եթե այդ մարդկանց հետ աշխատեն, ճիշտ աշխատեն, այդ մարդիկ շատ հնարավոր է, որ այսինքն ինչու՞ չսկսել գործընթացը։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Դուք աստիկ են չոր ես բարձրաձայն շատ քիչ եմ ասում, այո, աշխատելու ֆրոնտ կա ԿՊ-ում, այսպես ձևակերպենք, հա։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բանը, սկզբից ԶԱԳՍ-ը, հետո նոտարիուս, թե նոտարիուս, հետո ԶԱԳՍ-ը հայտնի մանրապատումից, ես այդ դաշտի մեջ առհասարակ չեմ պատրաստվում մտնել, որովհետև եկեք քննարկենք մենք կոնսուլտացիաների քննարկման բաց հրավեր ենք արել։ Հասկանում եք, այստեղ եթե մարդ ինչ-որ բան ուզում է անի, ինքը դա անելու տարբերակը գտնի։ Եթե մարդ ինչ-որ բան չի ուզում անի, ինքը 1000 ու մի պատճառաբանություն գտնի։ Եղանակը լավը չի, չգիտեմ, տեխնացուն դուրս չի գալիս, գործընթացը սխալ է սկսել եւ այլն։ Հիմա Դավիթ Համբարձումյանը ի պատիվ իրեն դրսևորել է անձնական ամբիցիայից բացարձակ զուրկ լինելու եւ կարեւոր նպատակը բոլորիս ընդհանրական հույս ունեմ նպատակը արժևորելու, կարևորելու եւ երկրորդական նպատակները ստորադասելու, կարելի ասել մաստեր կլաս իր հայտարարությամբ։ Հանրապետական կուսակցություն որպես ամբողջություն, որպես գործադիր մարմին նույն կերպ է շարժվում, զերո ամբիցիա դնելով այս գործընթացի մեջ, ասելով եղբայր եկեք հասկանանք ինչ ենք անում։ Ընդ որում բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ հարցնում են իսկ այդ քննարկումները ոնց են լինելու, այդ քննարկումներին հանրապետականը նստելու է օրակարգային մեկ հարցով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Մենք ուրիշ ոչ մի բան չենք բանակցելու, իսկ ես մեզ, իսկ սա խոսա, իսկ նա լինի, չէ, բացարձակ։ Մեր օրակարգը բացառապես իր հեռացումն է։ Ինչ վերաբերվում է փողոցային պայքարին, հանրապետականը ճիշտ ասած փողոցային պայքարը չէլ դադարեցրել մեր երիտասարդները, ուսանողները եւ կուսակցական ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները փողոցային ակցիաներ իրականացրել են անդադար։ Մենք ունենք գծած ծրագրեր փողոցային պայքարի, բայց ակնհայտ է, չէ, որ այդ ծրագիրը մի բան է, երբ որ դա միայն հանրապետականի ռեսուրսն է, մի բան է, երբ որ դա կոնսոլիդացված ամբողջ ընդդիմության ռեսուրսն է։ Միայն հանրապետականը, ինչպես նաև բոլոր այլ ընդդիմադիր կուսակցությունները մենակով, ցավոք սրտի Փաշինյանին հեռացնել չեն կարող։ Եթե կարանայինք, էլ ոչ մեկին չէինք սպասի, վաղուց արած կլինեինք։ Այնպես որ ես անկեղծ չեմ կարողանում հասկանամ այս հարցի շուրջ այդքան քննարկելու ինչ կա։ Կա գործիք, որով հնարավոր է Փաշինյանին հեռացնել։ Եկեք փորձենք այդ գործիքը կիրառել։ Հիմա ո՞րն է ավելի պատվաբեր, ասել, գիտես ինչ, գցեցինք, բռնեցինք, մտածեցինք դժվար է, որոշեցինք չանել, թե եթե Աստված մի արած թե չստացվի, ասել մենք փորձեցինք, ամեն ինչ արեցինք դրա համար, այս պատճառներով չստացվեց։ Դատող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամեն դեպքում, բայց ես անկեղծորեն երբ որ ինձ հարցեր են տալիս այդ կապված, ես չգիտեմ ինչ պատասխանեմ, այն պարզ հաշվարկով, որովհետև ակնհայտ ճշմարտությունները, աքսիոմատիկ ճշմարտությունները բացատրելու շատ բարդ է։ Անալի շատ բարդ։ Եվ նաև պարոն Մամիկյան, այսպեսի մի բան են, հա, նաև այս ընթացքում գցել ժողովրդի բերանը, որ հանրապետականը հնարավոր է որ չմասնակցի ընտրությունների եւ իրեն արդարացնելու համար իմպիչմենտը առաջակաշում, քաջ գիտակցելով որ չի ստացվի, պատճառաբերում իմպիչմենտը եւ այդպես փորոշել է չմասնակցել եւ նաև երեք մի խմբակի, հա, բաներ էի այդպես նայում, որ հանրապետական այլևս կորցրել է իր լիազորությունները քաղաքականության մեջ, օրակարգ այլևս չի կարող առաջ քաշել եւ այլն, այնպես որ լավ կլինի, որ չմասնակցեն ընտրությունների եւ մեզ թողեն հանգիստ։ Ես չեմ հասկանում, այդ ինդիմատիվ կողմն է դա, գիտեմ, հասկանում եք, քպականները չեն հասկանում։ Ես էլ եմ կարդացել, ուրեմն մի հատ պարզ հարց տամ, էլի մենք մազոխիստ ենք, հստակ ունենալով անցողիկ հնարավորություն, դա չի քննարկվում։ Մենք առաջ ենք քաշում մի օրակարգ, հետո որպեսզի չմասնակցենք, ինչ հաշվարկը։ Չի համար մենք դա պետք է անենք։ Որտեղ ընտրություններում իբր չեք հաղթելու։ Դե ասում եմ արդեն։ Նախ եկեք մի հատ բան ֆիքսենք, էլի ամենաառաջնային կետից։ Հանրապետականի համար
ինչպես 21-ի ընտրությունները, այնպես էլ առավել եւս այս ընտրությունները, մի հարցի շուրջ են։ Իշխանապողություն հաջողվում է, թե ոչ։ Նորից շեշտեմ, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դեռևս քննարկում է իր մասնակցության հարցը գալիք ընտրություններին, բայց այդ քննարկումը ոչ թե նստում ենք քննարկում ենք, սենց որ անենք 10 մանդատ կունենանք, սենց որ անենք 7 մանդատ կունենանք, սենց որ անենք 17 մանդատ կունենանք, հələ սպասի նայենք որ ճանապարհով գնանք։ Կամ ցուցակումով կա քննարկում չկա հանրապետականում, չի էլ եղել։ Մենք քննարկում ենք մի հարց. այս ճանապարհով հնարավոր է, իսկ այս ճանապարհով հնարավոր է, իսկ այս ճանապարհով հնարավոր է հասնել իշխանապողության, որն է ավելի իրատեսական, որն է ավելի արդյունավետ։ Որովհետև եթե մենք կարողանում ենք հունիսի 7-ին Հայաստանում, մենք ես նկատի ունեմ բոլորս հավաքական ընդդիմություն անվանես, ոնց ուզում ես անվանես, կարողանում ենք հասնել իշխանապողության, ապա բոլորս հավասարապես պետք է լծվենք մեր երկրի անվտանգությունը, բարձրացնելու բարեկեցությունը, բարելավելու խաղաղությունը, ապահովելու եւ այլն խնդիրներ։ Եթե հանկարծ դա չի հաջողվում, ինչ-ինչ պատճառներով, լուրջ էական է, թե ես եմ լինելու падգամավոր, այս ինչն է լինելու падգամավոր, այնինչ ուժիչ, ինչ էական է դա, լուրջ ինչ էական է։ Եթե ինչ-որ մեկի համար էական է, օքեյ, հանրապետականի համար այդքան էլ չէ։ Այս թող հասկանան սերտեն էսա ու այս դիտակետից վերլուծեն հանրապետականի ասածները, որ մի քիչ ավելի հասկանալի լինի իրանց համար։ Սա մեկ։ Երկրորդ, հանրապետականը կորցրել է իր ազդեցությունը, դրա համար է մի տարի ավելի շատ հանրապետականին խփում, քան Ստեփաշինյանին։ Հանրապետականը օրակարգ չի կարողանում թելադրել դրա համար է հանրապետականը միակ կուսակցությունը, որ այս վերջի մի տարվա ընթացքում միակ օրակարգային առաջարկն է արել ընդդիմության կողմից։ Միակ, չկա ուրիշ, ուղղակի չկա։ Ընտրություններին մասնակցելը դա օրակարգային առաջարկ չի։ Ուստի ես որպես կանոն աշխատում եմ ներողամիտ վերաբերվել նման դրսևորումների, երբեմն զալես գնում է եւ պատասխանում եմ, որ պատասխանում եմ ցավոտ է լինում։ Դե դուք ներողամիտ եք, հակառակ կողմը դե ոչ այդքան։ Ախր հակառակ կողմը որն է, այս դաշտի հակառակ կողմը որն է։ Լուրջ կան մարդիկ, ես ուզում եմ հասկանալ, լուրջ կան մարդիկ, որոնք գցում բռնում են, օր-օրի Հայաստանը փոքրանում է վերջերս հայտարարություն ա եղել, որ մեր տարածքներում արդեն ընդորում սա առաջին հայտարարություն չէր, մինչև դա եղել ամրություններ են ադրբեջանցիները կառուցում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ալուրջ այդ ամեն ինչը համադրելով կան մարդիկ, որոնք գցում բռնում են, ասում են, երբ որ Հայաստանը Աստված մի արածցեն մնա կենտրոն վարչական շրջանի չափ, ես այնտեղ ամենաբարձր ռեյտինգով քաղաքական գործիչ լինեմ, լուրջ այդ ռեյտինգները ինչ-որ մեկին հետաքրքրում է։ Իմ համար դա հասկանալի չի։ Պարոն Մամիկյանյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք հաշվարկների մեջ չի սխալվել։ Այս ընթացքում ներքին խոսակցություններ ոնց լինի կլինի։ Ինչ մտադրություն ունի Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններում էլ հնարավոր է հաղթի, թե ոչ։ Գիտեք, օրինակ ուժեր կան, որ այլևս իրենց համարում են հաղթած։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հաջողություն է մաղթում բոլոր իրական ընդդիմադիր ուժերին, ովքեր արդեն իսկ հայտարարել են ընտրությունների մասնակցելու մասին։ Եվ ակնկալում է պատասխանը մեր առաջարկած միասնության օրակարգին եւ իմպիչմենտի, որ նույնն է իմպիչմենտի օրակարգին։ Նախագահ Սարգսյանը շատ հաճախ է շփվում մամուլի հետ, քանի որ անցնում է 5 կամ 6 արդեն ճիշտ ասած 5 դատական գործով յուրաքանչյուր դատական նիստից հետո նախագահ Սարգսյանը հնարավորություն է ունենում պատասխանել լրագրողներին հնարավորություն են ունենում հարցեր տալ նախագահ Սարգսյանին։ Ես չեմ ուզենա ավելին ասել, քան նախագահ Սարգսյանը համարել է, որ անհրաժեշտ է ասել, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ դեռևս ընտրություններին ահագին ժամանակ կա։ Իհարկե որոշ ինֆորմացիա սոցիոլոգիական հարցումներ այս պահին տալիս են, բայց դրանք վերջնական չեն։ Վերջին հրապարակած հարցման հետ կապված, որ ԿՊ-ականները իրար հերթ չտալով հրապարակում էին, այնտեղ մի երկու նյուանս կա։ Հարցումը կարդալը նույնպես որոշակի հմտություններ է պահանջում։ Եթե կարդում ես այդ հարցումը, ապա ստացվում է, որ ԿՊ-ն մեծամասնություն չի կազմում։ Եթե զուտ այդ հարցման թվերը դարձնես էլեկտորալ թվեր, ապա ստացվում է, որ իրենք մեծամասնություն չեն կազմում։ Այդ մեկ բարձրաշվար կա։ Եվ երկրորդ, այնտեղ երկու շատ կարևոր թիվ կա։ Եկեղեցու նկատմամբ վստահության թիվը, որ աճել է, եւ թրիփ նախագծի նկատմամբ վերաբերմունքի թիվը, որ ավելի շատ բացասական է, քան դրական։ Այսինքն մենք ընդդիմադիրներս
անկախ նորից էլի ընտրությունների ասպեկտը մի կողմ դնելով ունենք մի խնդիր մեր քաղաքացիներին բացատրել որ հնարավոր չի կողմ լինել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Փաշինյանին ֆիզիկապես հնարավոր չի որովհետեւ Փաշինյանը արշավում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հետեւաբար եթե դու վստահում ես կարևորում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցին ապա այստեղ դու չես կարող լինել իր կողմնակիցը կամ իրան ձայն տալ Պարզ տրամաբանություն։ Երկրորդ, եթե դու թերահավատ ես մոտենում թրիփին այն տեսքով, որը հիմա բանակցված է, հետեւաբար դու չես կարող Փաշինյանին լոյալ վերաբերել։ Նշանակում է դու Փաշինյանին էլ ես թերահավատ մոտենում։ Այ այս շահկապները, անցումները, եթե մենք կարողանանք մեր քաղաքացիների հետ բաց զրույցով քննարկել, ապա կարծում եմ դա կարտացոլվի Փաշինյանի էլեկտորալ եւ ոչ էլեկտորալ ռեյտինգի վրա։ Այս պահին մեզ հետաքրքրում է իր ոչ էլեկտորալ ռեյտինգը, այսինքն փողոցային պայքարի միջոցով իր ֆրակցիայի վրա խաղաղ անհնազանդությունների միջոցով ազդեցություն դրսևորելու մեր քաղաքացիների կողմից ազդեցություն դրսևորելու իրենց կարծիքը հայտնելու միջոցով հասնել է impeachment-ի գործընթացի հաջողությունը շատ པարզ բանաձև է բաց ցարցակ բարդ հանրահաշիվ չկա այնտեղ Այսինքն եթե շատ կարճ Եթե հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ չի մասնակցելու ընտրություններին, ես կարող եմ մտածել, որ շանսերը Նիկոլի շատ է։ Ես այդպեսի կապեր չէի կառուցի, երբ որ Հայաստանի հանրապետական կուսակցության որոշումը եւ հայտարարությունը լինի, վստահեցնում եմ, որ այնտեղ որոշման պատճառաբանությունն էլ կլինի, բոլորս կհանանք ծանոթ։ Շատ լավ։ Եվ տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ պատերազմը, իսկ մեր իշխանությունները կուկուրուզակրթությամբ են զբաղվում եւ նաև սուջուխներ են մի խոսքով հնարավոր ամեն ինչ անում են եւ օրակարգը քաղաքական իրենց կողմն է, որովհետեւ Նիկոլը եթե 2 օր ոչինչ չանի, ես հավատացնում եմ, որ ոչինչ տեղի չունենալու քաղաքական դաշտում, տեղական քաղաքական դաշտում։ Այս իրավիճակում պարոն Մամիջանյան մենք կարող ենք ելի հույսներս դնել Աստծո վրա եւ ասել, այս անգամ էլ բրծանք, որը մեր գլխի վրա հիմա մենք տեսնում ենք, չէ՞, ինչա կատարվում։ Այն էսկալացիան, այն զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ այս զինված կոնֆլիկտից, շատ բարդ է թերագնահատելը։ Անխուսափելի չի ամեն դեպքում։ Հիմա ես չեմ պատրաստվում մեկնաբանել կամ ասել լավ են անվտանգության խորհրդի նիստ հավաքել, թե վատ, որտեղ ուրիշ ոչ մի տեսանելի բան իրանք չեն արել։ Այո։ Ասում եմ մենք այս իրադարձությունների հետ կապված 1.5 տարի առաջ հանձնաժողով էինք սարքել։ Պայծառատեսների հավաքածու է, ասում 12 օրվա պատերազմից էլ առաջ էինք արել։ Դե այդ ծիծաղալու է, չեմ էլ մեկնաբանելու։ Գիտեք, Իրանը շատ բարդ երկիր է, շատ բազմաշերտ։ Իրանական դիվանագիտությունը առավել բարդ երևույթ է։ Իր երկու հիմնական, այսպես ձևակերպենք, ճյուղերով եւ այլն։ Ապա այս իշխանությունները հաստատ չեն կարող, իշխանություն կոչվածները։ Հիմա ես չեմ ուզում շատ մանրանալ եւ հաշվի առնելով պատգամավորի կարգավիճակը նաեւ որոշակի խոցելիություն բացել իմ երկրի համար, բայց մի այսպիսի հարց տամ։ Արդյոք ճիշտ էր Ամերիկայի փոխնախագահ Վենսի կողմից 2 բավական կոշտ Իրանի հետ կապված հայտարարություն անել Երևանում։ Փոխնախագահ Վենսի այցին հաջորդած այնտեղ 3-ական հարց էին տալի, թե 2-ական չեմ հիշում արդեն հայաստանյան եւ ամերիկյան փուլերը, այդ լրագրողները հավատարմագրված ու 2 բավական սուր հարց հնչեց Իրանի հետ կապված եւ բավական սուր պատասխաններ եղան փոխնախագահ Վենսի կողմից։ Եթե կլինի մարդը որ կասի դա հնարավոր չէր կանխել, հնարավոր է։ Դա նախապես պայմանավորվում է, ընդ որում բերած պատճառաբանությունը իրացիոնալ չի։ Կարելի է բացատրել, որ հարևան երկիր շրջափակում եւ այլն։ Ես չեմ պատրաստվում ասել, թե դրա արդյունքում ինչ տեղի կունենա, բայց ես գիտեմ, որ Իրանը երբեք նմանօրինակ բաները չի մոռանում։ Ուստի անհրաժեշտ է դիվանագիտությունը կառուցել գրագետ։ Իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ինչ ասես է, բայց գրագետ անվանել այն չի կարելի։ Ակնհայտ է, որ Փաշինյանը հիմա իր գործողությունները անելիս ինչ որ միտեղ դրանք ստիպված է համաձայնացնել։ Ակնհայտ է։
Ինքը կարող է մաքսիմում ընտրի, թե ձեր ասածի պես այդ օրը կարկանդակ ուտեն, սուջուխ ուտեն, թե եգիպտացորեն ուտեն։ Այդ մի բանը ինքը կարող է որոշի։ Կամ որ բենդի հետ նվագի, այդ իր տիրույթն է։ Դրանից մի քիչ որ բարձրանում ես վերև, այդ արդեն ինքը չի որոշում։ Հիմա ես հարցնում եմ որտեղ են որոշում եւ հարցնում եմ մեր քաղաքացիներին իրենք օքեյ են այդ տարբերակի հետ։ Այստեղ զոհասեղանի մեղրին դրվում է թե ոչ այս իրավիճակում։ Էլի, եկեք մի հատ բարձ վերլուծություն անենք։ Trip նախագիծը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Չեմ նորից խորանալու, որ դրա ֆինանսավորման մեջ ակնհայտ կասկածներ կան, որ ադրբեջանական նավթադոլարներ են ներգրավված ելնելու, դրա մասին շատ խոսել եմ, դեռ էլի կխոսեմ, մի կողմ դնենք դա։ Փոխնախագահ Վենսի այցի ժամանակ Բաքու, ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ փոխնախագահ Վենսի այցը ի սկզբանե պիտի լիներ միայն Հայաստան։ Հետո Դավոսից հետո ինքը դառավ տարածաշրջանային, դա դոնենք մի կողմ։ Բաքվում փոխնախագահ Վենսը ստորագրում է փաստաթղթեր Ալիևի հետ Trip-ի վերաբերյալ։ Ուր է Հայաստանը դե։ Այսինքն Բաքվում փոխնախագահ Վենսը եւ Ալիևը ստորագրում են թուղթ Հայաստանով անցնող տրանսպորտային հանգույցի, հատուկ չեմ օգտագործում այն ձևակերպումը, որով իրան անվանում են եւ Ամերիկայի նախագահը դե Ալիևը բարձրային չհասելու, եւ Ամերիկայի փորձագետներ, եւ եվրոպական փորձագետներ, միջանցք բառի մասին է խոսքը գնում։ Բայց լավ, մի կողմ թողնենք դա։ Դա նորմալ է, որ Հայաստանով անցնող տրանսպորտային հանգույցի, որը ըստ որոշ փորձագետների ունի միջանցքային տրամաբանություն, վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվում է Բաքվում առանց Հայաստանի մասնակցության։ Հիմա դրանից հետո մենք իրավունք ունենք անհանգստանալ մեղրի եւ մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Իհարկե ունենք, որովհետեւ 200-ից ավել քառակուսի կիլոմետր պաշտոնականով օկուպացված է մի քանի տարի, ու իշխանությունները դրան նորմալ են վերաբերվում, ասում են խաղաղություն է։ Օկուպացված տարածքով եւ գերիներով խաղաղությունը ո՞րն է։ Դա ամեն ինչ վաղուց այնքան պարզ է դարձել, որ այտենց խորը քաղաքագիտական գիտելիքներ պետք չեն դա։ Դե շատ դեպքերում ժողովրդին չենք կարողանում այդ կեղծ խաղաղության։ Շատ ճիշտ ձևակերպում էր։ Շղաշտակ փորձում են նրանք Շատ ավելի ճիշտ ձևակերպում էր։ Այո, մենք չենք կարողանում մեր հայրենակիցներին ապացուցել, բացատրել այս ամենը, բայց հասկանում եք, ես շատ խնդրում եմ, այդ կախված չի, հասկանում եք, փաստերը կախված չի նրանից ես եմ ասում, դրանք թե չգիտեմ, ինչ որ մեկը ուղղակի կարելի է բացել նայել փոխնախագահ Վենսի այցը Բաքու, նայել ստորագրված թուղթը, տեսնել որ այն Trip-ի հետ առնչություն ունի։ Նստած ստատիկ պապիկը, որ վաղը գնալու են այդ 10,000 դրամ թոշակի ավելացման համար։ Այդ էլ է էս ու։ Դե հիմա չենք 10,000 դրամով չի ավելանալու թոշակը բոլորի։ 10,000 դրամով ավելանալու է միայն այն քաղաքացիների թոշակը, որոնք ստանում են մինիմալ թոշակ։ Մինիմալ թոշակ ստանալու համար մարդը պետք է ամբողջ կյանքի ընթացքում գոնե 1 օր գրանցված աշխատող եղած չլինի։ Այդպիսի Հայաստանում 60,000-ի կարգի են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 10,000 դրամով բարձրացրել է ընդամենը մեր թոշակառուների 10%-ի թոշակը։ Այն էլ ասված գիտե այդ փողերը որտեղից։ Այն էլ դե ակնհայտ է ռազմական բյուջեեր նվազում երկիրը բեռի տակ դրած։ Այնտեղ ավելանում են արտաքին պարտքը ու այսպես շարունակ ակնհայտ է թե դրա համար ինչի համար։ Եվ մի հատ շատ միամիտ հարց եւ փորձենք ամփոփել։ Եթե վաղը Թրամփը չի լինում Ամերիկայի նախագահ, այդ հուշագիր կոչվածը, որ իրենք անընդհատ ասում են Trip խաղաղություն եւ ինչ արժեք հա։ Գլխանց զգուշացնել որ կարճ սրան պատասխանել հնարավոր չի։ Այդ փաստաթուղթներ չենք տեսել, չենք շոշափում։ Տեսեք, նախ ես չեմ լինի նաիվ եւ չեմ ասի, որ Ամերիկայի պես ինստիտուցիոնալ կառույցներով երկրում նախագահի անձի փոփոխությունը բերում է բոլոր ծրագրերի փոփոխության։ Դա այդպես չի։ Բայց այստեղ նախագահ Թրամփի գործոնը կայանում է հետեւյալում, որ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը շատ տարբերվում է իր նախորդ բոլոր նախագահների արտաքին քաղաքականությունից։ Տարբերվում է նույնիսկ իր իսկ արտաքին քաղաքականությունից նախորդ ժամկետի ժամանակ։ Ուստի նախագահ Թրամփի նախագծերի մեծամասնությունը բավական եսակենտրոն են, հիմնված են իր անձի եւ բանակցային ունակությունների վրա։ Ուստի իր անձը շատ էական է այստեղ։ Հիմա պնդում համար 1, 2 Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ փաստաթղթում
դիտորդի կարգավիճակ ունի, վկայի կամ դիտորդի, այդպես էլ գրած է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների վկայությամբ։ Այսինքն որ նախ առհասարակ այդ բանը նախաստորագրված փաստաթուղթերը որևէ իրավական կապող ուժ չունեն, բայց նույնիսկ այդ ուժի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցում են վկայի կարգավիճակով, այս երկրորդ կետ։ Երրորդ կետ։ Երբ դու քո անվտանգությունը կախման մեջ ես դնում այդ օրակարգից, նշանակում է դու փոխկապակցված ես դառնում մնացած բոլոր օրակարգերին։ Աշխարհում տիրող այս պահին բոլոր կոնֆլիկտների հետ փոխկապակցված ես դառնում։ Չորրորդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս տարի ընտրություններ են, ոչ թե նախագահական, այլ օրենսդիր մարմնի, այսպես կոչված midterm-երը, եւ եթե նախագահ Թրամփին չհաջողվի մեծամասնություն ձեռք բերել, ու այնտեղ մի քիչ բազմաշերտ է հաշվի առնելով նախագահ Թրամփի քաղաքականության դեմ արտահայտվող նաև հանրապետականների իր իսկ կուսակցության անդամների շրջանում որոշակի խնդիրները։ Այնտեղ մեծամասնությունը մի փոքր բարթանում է, ես չեմ ասում դա չի ստացվելու, ես ամերիկագետ չեմ, առավել եւս կես տարի շուրջ կանխատեսումներ չեմ անում, ես ռիսկերն եմ հաշվարկում։ Ուստի ռիսկերը հետեւյալն են. 1. Այս ծրագիրը բանակցային բավական եսակենտրոնա նախագահ Թրամփի անձովապայմանար, անձակենտրոնա, այսպես ձևակերպենք, այս 1. Երկրորդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինելու են ընտրություններ, որտեղ մեծամասնություն պահպանել նախագահ Թրամփի համար շատ կարևոր խնդիր է, եւ երրորդ, նույնիսկ եթե այս երկու կետը հաշվի չառնենք, նույնիսկ ողջ ինստիտուցիոնալ կարողություններով Ամերիկայի, որ թուղթը ստորագրվել է, որոշակի տեղ կկանգնեն, թուղթը ստորագրվել է վկայության մակարդակով, այսինքն որևէ պարտավորություններ դրանով Ամերիկայի Միացյալ Նահանգները չունի, ուստի հարցը Թրամփի փոփոխությամբ, նախագահ Թրամփի փոփոխությամբ չի պայմանավորված։ Հարցը ստորագրության տրամաբանության մեջ է, ուստի սա է ձեր հարցի պատասխանը։ Բայց նաև չմոռանանք, պարոն Մամիկյանյան, Թրամփը ինքը ասաց, չէ, երբ որ կոնֆլիկտներ կլինեն, կզանգեք ինձ, այս կոնֆլիկտը արագի մեջ կհարթի։ Հիմա եթե ինքը նախագահ չի լինելու, ո՞նց են զանգելու իրեն, ասեն, գիտես, Ադրբեջանը ինչ-որ առաջ է եկել, այնտեղ ինչ-որ վիճակ կա, մենք ենք ինչ-որ հետ գնում։ Դե ես փորձեցի ձեր հարցը մի քիչ ավելի ինստիտուցիոնալ պատասխանել, ձեր ասած նույնպես շատ մեծ հարց է, որին անհրաժեշտ է պատասխանել, բայց եթե քաղաքագիտական տեսանկյունից պատասխանես ինստիտուցիոնալ process-ների տեսանկյունից, ապա իմ նշածներն էր։ Եվ վերջում, պարոն Մամիկյանյան, Հայկ Մամիկյանյանին տեսնելու ենք նոր խորհրդարանում։ Ես արդեն ասացի, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է իր մասնակցությունը, երբ որ լինի իմ հարազատ կուսակցության որոշումը, դրանից արդեն պարզ կլինի Հանրապետականը մասնակցում է թե չէ, դրան հետևող բոլոր իրադարձություններով, այդ թվում նաև եթե մասնակցենք, դա վաղ թե ուշ որոշելու են մեր քաղաքացիները, բայց այս փուլում այդ հարցի պատասխանը կախված է Հանրապետականի որոշումից մասնակցել, թե չմասնակցել։ Պատիվումներից մենք տեսնում ենք, որ արդեն մարդիկ են այսպես գնում դեպի Նոյան տապան, այդ տապանի մեջ տեղավորվելու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանի որոշմանը եւ եւս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր իրական ընդդիմադիր կուսակցություններին եւ դաշինքներին։ Շնորհակալ եմ դիվանագիտական վերջին դիվանագիտական պատասխանի համար։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։